Նշաններն ավելի են սաստկանում։ Բնությունն օրեցօր ավելի ու ավելի է կատաղում։ Մարդ արարածը ցանկանում է ստեղծել իր սեփական աստծուն և ազգեր, որոնք չեն հասկանում միմյանց։ Պատերազմի սրացումն ուղեկցվում է քաոսի սրացմամբ։ Դիտեք հիմա ժամանակների վերջի հիմնական նշաններից մի քանիսը, որոնք լրահոսում հայտնվել են ընդամենը վերջին օրերին։ Վերջին նշանների տեղեկագրում։ Սարա արևադարձային փոթորիկը մահեր, ջրհեղեղներ է պատճառել և ամայացրել է ամբողջական համայնքներ Հոնդուրասում։ Իսլանդիայում երկրաշարժերի բազմությունը, որին հաջորդել է հրաբխային ժայթքումը, ստիպել է, որ մի ամբողջ քաղաք տարհանվի։ Սա տարվա ընթացքում արդեն 7-րդ ժայթքումն է այս տարածաշրջանում, իսկ Ֆիլիպիններում տեղի ունեցել անհավանականը։ Ընդամենը 10 օրվա ընթացքում արդեն 4-րդ անգամ երկրին հարվածել է թայֆուն։ Այս անգամ դա Մենե սուպեր թայֆունն էր, որը թողել է զոհեր, վիրավորներ և անօթևաններ, բացի այն մեծ ավերածություններից, որոնք թողել էր իր անցած բոլոր վայրերում։ Ճապոնիայում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է եղել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում ցիկլոն Ռումբը թողել է զոհեր, վիրավորներ և բերել է կառուցվածքային վնասներ ու էլեկտրաէներգիայի անջատումներ։ Իսկ Իսրայելում պատմական անձրև է տեղացել ընդամենը 4 ժամվա ընթացքում տարածաշրջանում ողջ տարվա համար սպասվող տեղումների կեսից ավելին, նշանավորելով այդ վայրում երբևէ արձանագրված ամենաուժեղ անձրևը և առաջացնելով համատարած ջրհեղեղներ ողջ երկրով մեկ։ Ասես բնական աղետները բավարար չլինեին, մարդ արարածը ստեղծում է ուղիներ վիճակն էլ ավելի վատթարացնելու համար։ Շվեյցարիայում արհեստական բանականությունը, որը վարժեցված է հանդես գալ որպես Հիսուս, տեղադրվել է եկեղեցու խոստովանարանում, որպես արվեստի ինստալյացիայի մի մաս, որը նպատակ ունի բարձրացնել քննարկումներ տարածաշրջանում տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ, և պատերազմը սրվում է դեպի աննախադեպ համաշխարհային հակամարտություն։ Սկանդինավյան երկրները սովորեցնում են բնակչությանը, թե ինչպես պատրաստվել պատերազմի։ Եվրոպական միության երկրները պարտավորվում են համատեղ մշակել անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ և ռազմական նավեր։ Հնդկաստանը փորձարկում է իր առաջին հիպերձայնային հրթիռը, իսկ Արևելյան Եվրոպայի պատերազմը ձեռք է բերում համաշխարհային երանգներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների թույլտվությամբ Ուկրաինան ամերիկյան հրթիռներ է արձակել Ռուսաստանի ուղղությամբ, որն էլ հակահարված է տվել օգտագործելով միջին հեռավորության նոր հրթիռ՝ սովորական մարտագլխիկներով, սակայն ընդունակ կրելու միջուկային մարտագլխիկներ։ Հարձակումը տեղի ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց վերանայված միջուկային դոկտրինը, որը նախատեսում է, որ նույնիսկ միջուկային երկրների կողմից, ինչպիսիք են Ամերիկայի Միացյալ Նահանգները, աջակցվող սովորական հարձակումներին կպատասխանվի միջուկային զենքի կիրառմամբ։ Ռուսաստանի մամուլի քարտուղարի խոսքերով, արձագանքը ցույց է տալիս նոր պատասխան գործողությունների հնարավորություններն ու ուրվագծերը օդում թողնելով սպառնալիքը, որ հաջորդ հարձակումը կարող է լինել միջուկային։ Ռուսաստանի նախագահն ասաց, որ պատերազմն այժմ ձեռք է բերել համաշխարհային բնույթի տարրեր։ Որքան ժամանակ է մնացել, մինչև կընդունեն, որ մենք արդեն գտնվում ենք 3-րդ համաշխարհային պատերազմի մեջ։ Դուք հենց նոր դիտեցիք ընդամենը մի քանի իրադարձություններ, որոնք վերջին օրերին հայտնվել են ամբողջ աշխարհի լրատվամիջոցներում և որոնք մատնանշում են հստակ նշաններ այն մասին, որ վերջնական ժամանակը մոտենում է։ Պատրաստ եղեք։